Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Նույնիսկ եկեղեցին կբարդատրե, պայմանագիր ստորագրեք, որ ձեր հարսանիքին օրը ապահովեք։ Իսկ դուք ինչու չեք ստորագրել ձեր ամուսնության պայմանագիրը, որ ձեր կյանքը ապահովեք։ Call their Parsegian Law Group 323-937-2727. Փարի Լուիս, սեներ այսօր աստված մեկ անգամ են ինձ եւ ցեզի մոդիգեն ցույց է տալիս, քանի որ սպառված ուրիշ գործեր ունի եւ այսպեսով ահա վասիկ նոր օտագայանից այստեղ եմ եկած իհարկե այս նորսելով Լոս Անջելեսի մայրուղիների վրա հանկիստ երկու ժամ գտեվե LAX-ն մինչև Հոլիվուդ հասնելը եւ ինչպես որ գիտեք շաբաթավերջին Baton Rouge, Louisiana այցելեցի ու դեռ տասախոսություն մտվի հայկական Ամերիկայի մեջ եւ շատ լավ անցավ հոյագաբեր քիրքեր բավական վաճառեցի եւ հիմա երկու տարի օրինակի համար որ Եվրոպա պիտի վավերագրեմ կնամասել որ Baton Rouge-ի հայերու տրամով լավ մասը պիտի գնամ վավերագրել։ Իհարկե հետաքրքրական է ես միշտ իմ կյանքից մեջ ասած եմ ուր քիչ հայկա աչափ ավելի որակավոր գլան հայկական ինքնությունը ուր շատ հայկա Լոս Անջելեսի նման ընդհանրապես շատ ավելի քիչ է ասկային կամ հետաքրքրությունը եւ այսպեսով այսօր եւ որ Լոս Անջելես պիտի կայի Baton Rouge-ն իհարկե ինքնաթիռի մեջ արգազմը բադայեցավ ինքնաթիռի մեջի հաջախորդները մեկը սիրտի գաված ունեցավ եւ ստիպված օտնավը իջավ Phoenix նախքան Լոս Անջելես հասնենք եւ աչքիս ավչեւ դեսա այդ մարդը մահացած վիճակի մեջ իրեն դուրս դարին հրշեշները եկան իրեն մարմինը արին դարին եւ վարյամը կանցրատարնաս որ ցանկը ինչ է այսին մի 3 ժամ առաջ մարդը քարելով անցավ քնած դեղը նստավ օդի մեջը բարձրապես սիրտի գաված ունեցավ եւ մահացավ թե ցանկը գարժե վայելել իհարկե գարժե վայելել քանի որ վերջին մահի օրը չես գիտեր ինչ է եւ ես նախքան այդ մեկը որ ինձի բադահի գուզեմ վավերագրել հայկական աշխարհի վրա եւ այսօր նայեցեք թեր ժամանակ կա Լոս Անջելեսի դարբեր գազագերբություններ հրավիրեք ցեզի տասախոսություն դամ մարդիկ հիացած էին որ ասենք աշխապ դեղեցություն իհարկե իրենք քիչ են քանակով դեր ավելի հետաքրքրություն ունին հայկական ինքնության վրա մենք աստեղ միանտե գլանդելը 80,000-ի ավելի մարդ կա իսկ հարավային Կալիֆոռնիայի մեջը հանկիստ 400,000 հայեր գաբրին որ արդեն բոլորինը գրեթե մեծամասնությամբ ջիվերուն է եւ ինչպես որ գիտեք մենք ակցիա անող ասք չենք այլ մենք ռեակցիա անող ասք ենք Baton Rouge-ի հայկական քաղաքոջախը իմ 2009 թվականին եւ առաջին անգամ ջամփայելա առաջիններն էին որ ընդունեցին որ հոտ տասախոսություն դան ճանապարհիս վրա եւ իրենց ակցիա խումբի մեջ պիտ պատկանին իսկ շատերը այլ ուրիշ կազմակերպություններ ռեակցիա խումբերի մեջ պիտ պատկանին եւ որ 2015-ի քիրքերը հրադարակվին այդ չափանիշներով Ուրեմն բարձրապես հոգնած վիճակի մեջ եմ օտագայանի մեկ կդոր հոս եկա որ կարողանամ ցեզի հետ զրուցել կարողանամ ինքնուրույն ես եւ դուք միասին մտածենք եւ այսօր քանի որ այդ բանը բադայեցավ ինքնաթիռի մեջը ագանանդիս եղա մեգումը ցանկը վերջացավ իմ աչքիս առջև եւ իհարկե օտնավի մոտ 200-300 մարդիկ ադուն ամենը դեսան իսկ գիտեմ երկու օր առաջ Connecticut-ի մեջի այդ դպրոցի մեջի
այդ հոգեգան իրավիճակով խանգարված եւ դասավտը կնաց եւ երեխեքին սպանեց եւ 6 հատ չափահասներ մարդիկ եւ այսօր ամբողջ ամերիկան հերադեսիներու մեջ մի անթայտնույթի մասին խոսում։ Ես առաջարկ ունիմ, արդյոք կարելի է եւ որ ադեսակի փամբադահի հերադեսիլի լուրերը չանդրադառնան մարդուն վրան, իրեն արքայից արքա չի դարձնեն, մանրամասն ուր դեղեն եկած է, ուր կացած է, ինչ կրթություն ստացած է, ինչ աշակերտ եղած է։ Ես կարծեմ այդ հոգեգան հիվանդ մարդիկը նրա համար են գադարում։ Քանի որ իրենց կյանքի մեջ ոչինչ բամը չեն կարողացած հաջողացնել, իհարկե աս բադանին 20 տարեկան մեկը ներգամ 20-ի քիչ ավելի եւ ահա վասիկ արքայից արքա դարձավ։ 3 օր է հերադեսիներու վրա միայն իր մասին գխոսվի, անունով, ասկանունով։ Իսկ մյուս կողմեն մերած մարդկանց մասին, երեխաներու մասին շատ ավելի քիչ կար դա այդվի։ Արդյոք պետք է մեր այս երկրի մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ օրենք մի ելե, ո՞ր մեկ ժամանակ որ մարդիկ այս տեսակի կորձ գադարեն, լրատվական միջոցները չարդահայտվին գադարողի մասին։ Եղած վերջացած է, այլ արդահայտվին անոր վնաս տեսած է, անոր մահացած է։ Խնդրեմ զանգահարեցեք եւ լրատվական հասկացողությունը, վերջո դուք ապրում եք այս միջավայրի մեջ, չէ՞։ Իհարկե, մենք հայերս մեր հայկական լուրերու մեջ միայն Հայաստանի վրա կենտրոնացած ենք, ուրիշ բանի մասին չենք խոսիր։ Քանի որ մենք Ամերիկայի մեջ չենք գաբրին, մենք միայն Հայաստան գաբրինք, թեգուզ որ հոսենք։ Բայց քանի որ Ամերիկայի մեջ գաբրինք եւ մենք իբր մավթարած մեր իբր Ամերիկայի քաղաքացիներ մեր խոսքը նագա։ Արդյոք պետք է օրենք մի ելլե Ամերիկայի մեջ եւ ոչ թե նահանգային օրենք, այլ federal ասեմ որ չգարձեք որ ուրիշ բան մգեսեմ որ federal օրենքը որ նահանգներու մեջ է որ այս տեսակի բաներ բադահի չի դարձնեն մարդոց արքաներ անոնք որ այդ վատ կորձը կատարած են անցնենք առաջ զանգարում եք եւ սկսենք ծեր գարձիկներով իհարկե եթե քիչ մգամած կտեսնենք ինձ այսօր քիչ մը հոգնած եմ քանի որ թեր հանկից չեմ ըրած ավդուվնե օտանամերի մեջ ենք եւ զանգում եք հետո գնում եք չլար ասանք Փարի Լուիս այսօր մի հարց կա ասել նորից խնդրեմ նորից զանգահարեցեք ուրեմն արդյոք բեր ձերագուտականներին կոնգրեսմեններուն պետք է մենք հայերս նույնիսկ տելեֆոն ունենք նամակներ ունենք եւ ասենք որ օրենք մը անցկացնեն որ լրատվական աղբյուրները երբեք չանդրադառնան այս վատ մարդկանց մասին Փարի Լուիս ծեր գավձիկը Բարի գալուս Բարև ինչպես եք Լավ մերսի դուք լավ եք Շնորհակալություն այո համաձայն եմ չի կարելի նման տականքին հերոսացնել հետացնել բայց եթե մարդկային էլի հոգեբանության պարկա քանի որ շատ վաղուց շատ մտածող բանա հերոսացնել այդպես պատճառը որ հերոսանա հերոսրատին հիշում են այդ վատարարքի պատճառով այդ ժամանակ շատ ավելի լավ կլասի իրագետ առաջընթաց մարդիկ տային ոչ մեկին չեն հիշում նման երևույթ կա մարդկային հոգեբանական պարկա ցավալի է բայց փաստ է բայց ասենք եթե օրենքով խստացնելով լինի եթե մեդիան այդ լուրերը կարողանան այդ օրենքի մեջ տեղավորվեն չեմ կարծում որ ինչ որ էդի կնպաստի ինչ որ հայտարար քայլը որևէ մի օլագար խելագար նման քայլի գնալու առաջ մտածի դերոսանալիա թե չէ ուրիշ օրենքներով կամ այդ ուրիշ ձևերով կարելի է նրանց դեմ առնել այդ ականքյար առաջինը զենքի հետ կապված որ խստացնել զենքերի վաճառքը Նայեցեք, ես չեմ կարծեմ, որ ադիգա ոյ մեկ փոփոխություն բիթբեր է։ Նախ ես կուզեմ, որ ես իրավունք, ես զենք ունեմ օրինակ համար։ Ես իմ իրավունքս է, որ Ամերիկայի մեջ ես զենք ունենամ։ Քանի որ այդ մարդը որ այդ բաներուն բիթի մե անորեն ցերկով զենքերը ցերկը բիդասնի։ Ընդհանուր ժողովրդին զենք առնել արդեն ես կարծեմ սխալ է։ Ադիգա իմ անձնական կարծիքս է։ Ապակտեդի չի որ հավաքեն զենքերը։ Թող ունենան զենք։ Բայց ես այդ իրան կողմ եմ զենք ունենան, բայց մինչև զենք վաճառելը իմանան շատ ավելի մանրակրկիտ թե ում են վաճառելու։ Օրինակ ես մոլագար եմ 20 տարեկան անունը չեմ տա, որովհետև ափսոս է նման մարդու անունը։ Իհարկե նա ինքը օգտագործած է իր մորը զենքերը, մորը անունով կրանցված զենքերը։ Անկախ տնայից, էլի այդ մանկությունից ինչ որ վերջուտաբան նկարագրում են դրա այդ էությունը, ականքեությունը,
բանի ի վիճակի։ Ուղղակի չգիտեմ ինչ կարելի անել, որ ես կարծեմ Ամերիկայի մեջ եթե օրենք անցնվի, որ ոչրակորձին անունը, ինքնությունը չի հայտարարվի երբեք, միայն թե արարքը եղած է եւ գետրոնան ասենք այս վարակային 20 երեխաներ եւ 6 չափահասներու իրենց կյանքի մասին ավելի դրվագներ փոխանցեն, խոսեն եւ երբեք չանդրադառնան ոչրակորձի մասին, ես կարծեմ շատ մեծ փոփոխություն կբերի այդ հոգեգան հիվանդություն ունեցող մարդիկ, որ գուզեն արքայանալ։ Եղավ, շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ցերներ ծեր գարձիկը գիտեմ հայ ժողովրդի համար չի հետաքրքրել այս մեկը եւ հետաքրքրականորեն նույնիսկ որ այդտեղ հոգեվոր արարողություն եղած էր ամեն տեսակի մարդիկ կային, բայց մեր հայկական նայեցեք մի մոնակ որ քննարկի մեջ բավական մեծ հայկական քաղաքոջախ մը գա եւ այդտեղ նվազագույնը մեր եւ ծեր եկեղեցիները գոյություն ունին, բայց լսելուց ամենամատ ոյ մեկ հայ գեղերագամը նույնիսկ չեր մասնակցած քշեին եւ տային այդ քիչ մեհերու եւ դեղը չէ հասնեին այդտեղ եւ այդ հրյա քրիստոնյա դարբեր բաժանումների մեջ մեկ հատ հայ մնա թողալար այսինքն նորեն ցեզի գսեմ գոր չէ մենք ակցիա անող ժողովուրդ չենք մենք ռեակցիա անող ժողովուրդ մակուր այրենք խոսիմ ցեզի հետ անստինգա ծեր գավձիկով Փարի Լուիս ծեր գավձիկը Բարև Ստեփան Բարև Իմ կարծիքն է հարցի շուրջ ուրեմն նախ առաջինը զենքերի համար ոչ մի տեսակի օրենքներ պետք չի անել մենք արդեն ունենք շատ լավ օրենքներ արդեն բոլոր զենքերը ստուգվում են ու ամեն մարդը որ ստանում է շատ չի ձեռերով է ստանում հարցը ինչ որ հասնում է լրակած նյուզերը երևի մի քիչ ավելի ուշադիր եղն են թե ինչ են ժողովրդին մատուցում ավելի տեղեկությունները ճիշտ վերցնել ու ճիշտ տեղեկություններ մատուցեն քանի որ մի բան բաց թողեն որ իրանք փող աշխատեն ավելի շատ է փող այո բայց նե ինչ սուտ կարան ասեն նույնը կարող են անել առանց անհադին գետրանը օրինակի համար այսօր հերադեսիլի վրա ես այսինքն ինգնատիրի մեջ գտի դեգոլ լուրերը մանկության իր ընկերները կասած են մեկ ամեն մարդու հետ կխոսին որ ինչ տեսակ երեխա էր ինքը եւ ինչ էր այսինքն եւ որ իր վրան գետրոնանաս արդեն իր ուզածը եղավ արքայից արքա դարձավ քան թե որ մորնան իրեն լրիվ այսինքն օրենք պետք է եւ գարձեմ որ մենք իբր ամերիկացիներ մեր բարդականությունն է զանգարել եւ խոսիլ մեր ներկայացուցիչներուն հետ եւ այսպես դաշնակցային չափանիշով ոչ թե նահանգային federal չափանիշով օրենքը պետք է ստեղծվի եւ եթե մենք նույնիսկ հայերս հերացայինենք կարծեմ բավական աստեցու կդառնանք Դե ճիշտ է որ իմ կարծիքով որ ասենք այդպես են հարցում են ու տեսնեն թե երեխան ինչ խաղերով է խաղացել կամ եւ նաեւ ասում են որ դեղեր ա օգտագործել ինչ որ հոգեկան հետաքրքրված չէ մենք հետաքրքրված չենք իրմու դրագը միշտ մտածում են մարիհուանա միգուցե նայն տեսնեն ինչ տեսակի դեղեր Ադիգա ընդհանուր ժողովրդին չի հետաքրքրեր Ադիգա ոստիկաններուն եւ ամիջապես այդ հարցը լուծելու համար, թադական հարցը լուծելու համար գա, բայց ընդհանուր ժողովրդին հետաքրքրական չէ։ Մարդը վադություն հրավ մորցիր, կամ այդ միսը որ Batman Ճապոնիայում նույնիսկ դեպքեր եղել դանակով է սպանած մի քանի օր առաջ նայ։ Այո, բայց եւ որ կարեւորություն ենք դալիս անհադին, ուրիշ խենթեր ագել են եւ նույնը կգադարեն։ Շատ Գունդի վրա վիճակը մեծադարը, որ սենց դեպքեր երևի ավելի շատ ենք տեսել։ Չէ, գիտեք ինչի գլմանի, ինչպես հայկական հերադեսիներու մեջ է, որ միայն թե այս հերոստավիբակներու մեջ եթե գդրե, փշրե, բռնապարե ժողովուրդը սիրում է, այսինքն հայ ժողովուրդը սիրում է տեսնել այդ մեկը։ Հայ ժողովուրդը վայրակ բաներ սիրում է տեսնել, չէ՞։ Նրա համար բոլոր հերոստավիբակները, եթե մեջը չի բռնապարե, չի խափե, չի սպաննե, տրամը չուդե, քանի որ գիտեք ինչ կտարնագոր, գարձեք որ հայերը միայն թե ադիգա է։ Ուրեմն հերոստա Մարդու տեսակն է այդպես, Ստեփան հարգի։ Չէ, մարդու տեսակը այդեն չէ։ Յուրես հռոմի ժամանակել էր այդպես, հռոմի ժամանակ에 սիրում էին ջարդերին, բան չէ, քրիստոնյաներին հարուսների բերանը գցեին։ Ընդհանրապես ադիգա մարզանքա, իր տելևիզ իրավունք ունես, այո, մարդն է բանջում այդ մեկը։ Նրա համար քանի որ եւ որ մարդը դրանք ճանապարհներ են իմ կարծիքով։ Եվ որ մարդը մարդկությունից ելել է գենթանի գտարնա,
պետք է կենտանի նման իրեն հետ վարվես, չէ։ Այսինքն ազատություն հասկացողությունը պետք է չափանիշներ ունենա։ Շատ շնորհակալ եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Սեներ Աստված ներսեն կանչեց հեսա, որ արևդրական ձանություններու պետք է տանք, վերջը մարդ մահացած է, մարդ ապրած է, քացած է, եկած է, ժամանակը, որ առաջ կերտա, ձախսերը ունի, չէ, արևդրական ձանություններ։ I have accomplished many things in my lifetime. Achieved success and wealth, living in luxury and enjoying the best that the world has to offer. Built trust and respect. Acquired taste for the finer things. Through it all, I never lost my integrity. Value and cherish memories of my homeland and its unforgettable taste. Kilikia, ultimate luxury. Ավելի քան 10 տարիներ Analysis Systems-ը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում PC-ի բոլոր սիրահարներին Glendale-ում, Burbank-ում եւ San Fernando-ում։ Ընկերության մասնագետները պատրաստ են վաճառել, ախտորոշել, խորհրդակցել եւ վերանորոգել համակարգիչները անհատների եւ բիզնեսների համար։ Analysis Systems-ը առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթներ, ներառյալ անվճար սոֆթվերների ախտորոշումներ։ Ի վերջո համակարգիչը պետք է օգնի ձեզ, այլ ոչ թե անհանգստություն պատճառի։ Ուրեմն սեներ այս շրջաբույդը որ գդարեցի, բարձրապես ասկիրքեն վաճառեցի եւ իհարկե Լուիզիանայի մասին 3 էջ կարադեր եւ մարդիկ որ դեսան իսկապես սովորացան որ իրենք համասնագից են Ամերիկայի մեջի հայկականը։ Ուրեմն թուգա թեր ժամանակ ունեք նվեր դալու, չէ՞։ Կամ նույնիսկ քանի որ ծեր գազագերբությունները դուք անդամ եք տարբեր գազագերբությունների մեջ։ Կանչեցեք տասախոսությունն Մի վախնակ, ծեր աստուծո թեմ չեմ խոսի տասախոսության ժամանակ, ինչպես գղերականները գգադարեն իրենց պարտականությունը տրամ աշխատելու համար, ես որ ծեր գազագերբության մեջ եկամն է, բարձրապես ճշմարտությունը ես եմ։ Ինչ որ է, այսօրվա իմ նույնպես արդյոք այս նույնիսկ մեր հայկական իրավիճակի մեջ է, լուրերու հասկացողությունը, իհարկե Ամերիկայի մեջ է, Ամերիկայի մեջի հայկական լուրերը բարձրապես միայն թե Հայաստանի վրա է գետրոնած, ուրիշ ոչ մի բան, թերթերը կգարտաս, չի գա այսին, աշխատանքը չի գա, որ դեղական լուրեր ներկայացնեն, բայց քանի որ մենք Ամերիկայի մեջ կապրենք եւ գտիտենք այլ ուրիշ ոչ հայկական ալիքներ եւ գտեսնենք, ես 3 օր հեռադեսիլ չեմ ուզած փածել, քանի որ միայն թե լուրերու մեջ այդ մեկ անհադի մասին էին խոսում։ Արդյոք պետք է թշկոենք մեր Ամերիկայի մեր ներկայացուցիչներուն եւ ասենք որ օրենք մտող ստեղծեն այդպես։ Ձեր գարձիկը։ Բարի լույս։ Բարի լույս Ստեփան, ո՞նց ես։ Ես լավ, դուք ինչպես եք։ Լավ, մերսի։ Ես համաձայն չեմ ձեր հետ, որովհետեւ առաջի հերթին չեմ կարծում մեկը որ այդ բանը անում է, ուզում է որ ինչպես արքայանա։ Ինչպես որ անձը ինքն էլ մահացել է եւ հիմա չկա եւ եթե ուզեն արքայանա չեք կարծում պետք է ինքը ողջ ելնել եւ տեսնել որ ինքը Չէ, քանի որ մեր նայեցեք մարդ արարածի հասկացողությունը ամեն մարդ ուզում է մի հետք թողնել։ Նայեցեք ես ուզում եմ աշխարհի վրա միակ հայը լինեմ, որ ամբողջ երկրակունքը բացած եմ եւ հայկական դեղերը վավերագրած եմ։ Սա իմ հիմնական նպատակս է։ Եվ մինչև այդ չի կատարեմ ես պիտի մեռնեմ։ Այդ մարդը որ մեռավ նայ այսօր 4 օր իր մասին կխոսվի որ եւ Հավիդյանս եթե ասենք շարունակվի, միշտ ամեն տարի պիտի հիշեն իր անունը։ Ուրեմն դրամաբանություն կա դրա մեջ։ Any were lava which the one what the people who died they were good. Okay, they don't need to talk about them, but the one that was evil they need to talk about it and probe to see
what went wrong that such We should not care about him. We should care about the people who were the victims. I know, but if the media stops making the killer the legendary individual that they're making him right now, even considering him to be a bad person. Okay, this is the deal. If they talk about more about that person, and you'll have other stupid people try to do the same thing. No. That's not my point. If they talk about the person more, and then make people familiar with their behaviors and their feelings, maybe people can easily identify those people in their community. No, it's very hard. He was a very good kid in the community. You can see those kind of people with those behavior and identify them, and then let the authorities know there is such a person. They may do something wrong. Then you know what's going to happen then? Every person who just says hi, they're going to accuse him of doing the same thing. No, not really. Like in the U.S., if somebody is carrying something on the plane and it turns out to be illegal, then they ban the whole thing. Why are we taking off our shoes? Because somebody tried to take something in his shoes. So it's a catch-22 situation. Neither both sides are so smart to make legitimate decisions. And also, I totally am against guns. I mean, guns should be banned all the way. Nobody needs a gun. Let's say I have a gun. Yeah. I am mature. I know what I'm doing, but I have no guarantee that some of my friends one day come to my house and steal my guns and go ahead and kill somebody. Well, it is your responsibility if you own a gun to make sure that it is your responsibility. I do own a gun. It is my responsibility to make sure that gun. But what if someone comes and steals your gun, and kills somebody? You're going to be responsible. That's if there is a theft happening, then I'm going to report it. Now that person either stole my gun or he went and stole somebody else's gun. He's going to do his act. But in my opinion, the right to bear arms is an important right. Why is it? Why do you need gun, for example? Why Stepan needs a gun? Why do I need a gun? Yeah. Because not always I could protect myself with my tongue. Protect from who? From anybody. You're not living in the jungle. Oh, it's the biggest jungle that we live in. I don't think so, no. I know what you mean, but it's not. It is the biggest jungle. Listen, I don't believe in Jesus' preaching when somebody hits you, give him your other chick. Trust me, you know you don't need a gun. I don't carry it on myself, but I do. I enjoy hunting. I enjoy target shooting. Okay, hunting is different than... Well, it is the same thing. It's a rifle or a pistol. It's the same thing. It is the right to bear arms. We're talking about Stepan. Yeah. Thank you. Thank you. Bye-bye. Բարի լույս։ Հավասիկ եթե տեսակ կամ հասկացակ արդեն այս երդասարտի վերջին խոսակցությունն է որ զենք քրգելը արդեն պետք է վերացնեն մարդկությունից եւ որ համաձայն չեն գիրարու հետ բայց սա շատ ավելի մեծ եւ այս մեկը ոչ թե նյութականի բայկար է այսինքն քանի մարդիկ կսեն որ զենք արդատրող ընկերությունները գարկիլեն եւ այլն աս աշխատանքները ես կարծեմ իրականություն մարդ իրավունք ունի զենք ունենալու հիմա ադոր համար գնա մեկը վատ մեկը լա ունի կամ լավ մեկը լա ունենա նույնը գերմանի զենքով չմտավ ինքնաշարժով գնար երթալներ նույն բան հատկետուից են որ ամեն մարդ ինքնաշարժ թող չունենա այդ խենթ մարդը ինքնաշարժը որ դպրոցին արջևը շարած էր գնար չի շարել եւ դեսած եք նկարը ինչպես ագի դպրոցներ էին գնար ինքնաշարժը մեկ կդոր քշել եւ զարնել բադին եւ ներս մնալ եւ մարդ մնալ հատկետուից եք որ ինքնաշարժները թող վերանան Տրամփանական չէ։ Փարի լույս։ Բարև ձեզ։ Ստեփան։ Այո։ Ինչպե՞ս ես։ Ես շատ լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ ուրախ եմ, ես քո ծրագիրը ամեն ժամանակ նայում եմ։ Շնորհակալություն։ Եվ այսօրվա խնդիրը այդ երեխաների սպանողի համար ամեն տեղ ես սիանենը միշտ նայել եմ։ Այո։ Ստուգել եմ եւ նա տեսել եմ որ Օտար եկեղեցիները ամեն այդ հիմա եկեղեցի գործ ունեմ, բայց վերջապես դրանց հիշել են։ Անուններն են դվել։ Բայց մեր առաջնորդները, մեր տերտերները այդքան տերտեր ունեն, մեկը չգնաց այդ եկեղեցին կանգնի։ Ասի այդ երեխեքի համար
աղոտ ենք անում, կամ ինչ որ է։ Նայեցեք, այդ շրջանի մեջը, այդ նահանգի մեջը հայկական քաղաքօջախ կա, էջմիածական թե անտիլիասական թեմի եկեղեցիներ կան եւ գեղարականներ ունին եւ հadouk ճշտամուտ մգայացավ ոչ թե հայերը գոմե որոնց հрьяաները քրիստոնյաները հավաքվեցան այդտեղ եւ աղոտ կատարեցին եւ հայերը նորեն սպասում են որ Քրիստոսի երկրորդ գալը կա որ միայն թե իրենց դրախտ տանի այդ մեկը ես չէի իմանում հայերը չմասնակցեցան այդտեղ այսինքն քանի որ մենք մեր քիտեն անտին մենք քիտերեն անտին ուրիշ բան չենք կրնալ տեսնել բայց ամեն տեղ section 8-ի համար վազում են առաջ section 8-ը շատ կարևոր է հային ինքնասիրության համար կարևոր է շատ շնորհակալություն սիրելիս Փարի Լուիս Երանի մարդիկ Փարի Լուիսի իմաստը հասկանան section 8-ի դեպեն ջեներ Փարի Լուիս Hello. Ayo Parev. Yeah. Hi, Stepan. What I wanted to, well, the last gentleman spoke about keeping guns away. No, I'm against that. I think we have the right to bear arms. Yes. And most probably the government was waiting for some guy like this to come along and create a massacre, and then they'd use that to basically take away the right to bear arms. They're not going to take the right to bear arms. They're also pushing a new mental health bill, which is not good. Yeah, well, that's another major problem that, as I said earlier, the two ends are so corrupt that it's going to create so much more multi-billion-dollar businesses related to that. And then it's ironic if somebody took the car and went and plunged into any school, are they going to take the rights of everybody driving a car? So it is catch-22. Correct. Yeah. But a lot of people don't understand that it's not, they start crying to the government for help. Yeah. But the government really cannot solve this. It's our problem. It's well, we're gonna face reality of having 320 million people here, or 1,300,000,000 people living in India. Humanity is being downgraded as far as values and human character. And I know some Christians, they're going to say it is the end of the world, which is another BS. But I think education and the way we try to educate ourselves, we as human beings have lost our identity as humans and we're becoming more animalistic. Look at all the sport games. When an athlete, so well-known athlete, he scores the basket, he looks like a chimpanzee. Have you noticed, like all the basketball games, all the soccer games, all the football games, when they react as animals on the field, that's a reaction that's given to humans who are watching it. I mean, it's might as well have animals play a NFL basketball game instead of having humans who at the end when they score, instead of being happy, they turn into animals and react like that with their mouths wide open and hitting themselves and such on. It's ironic what society is getting to. And that's another... That's why the media is... Media has very major responsibility in it. Correct. That's why the media is making this guy into a hero. Exactly. That's what... There should be a law not to stop bearing arms, stop letting news media. When you have CNN dedicating the whole 24 hours talking about a criminal, correct. And that's where society is going wrong. Thank you very much. Okay then. Փարի Լուիս, Սենել արդեն ծրագրի ավարտը ասավ, իհարկե այսօրվա նյութից ես մեր շատերու համար թերևս կարևոր չէր, բայց մեր գենցաղի ապրելու, մեր զավակներու մտածելակերպին մեջ շատ կարևորություն ունի։ Մեր զավակները դիտում են այս բոլոր մարզանքի խաղերը, տեսնում եք ինչպես իրականություն անգամ որ մեր խումբը, ծեր խումբը քնտակը զամբյուղի մեջ տնե, գենթանի գտավնա մարզիկը, ամենեն սիրած անցը, ամենալավ աշխարհի խաղցողը Գաբեգի գտավնա իր շարժումներով Գենտանիները նույն բանը կգադարեն Հոս է հիմնական հարցը Ժամանակին երբ որ բասկետբոլ գտիդեիր կամ սոկեր ֆուտբոլ գտիդեիր Եվ որ մարդիկ հաղթեին գնեցնեն որ ինչպես մարդկային կետնի վրա գուրախանային ոչ թե գենտանիների նման Մտածեցեք սրա մասին Հասկացողների համար
1200 փարիլույսներ չհասկացողների համար, քանի որ մեր նվադագը փարի է, մեկ հատ փարի լույս։ Գդագը քրելու։ Call Dare Parsegian Law Group 323-937-2727. Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, փարի լույս։